Մի ամսում մի 10-15 բոթլ ձեթ եմ առնում, որ հերիքում է։ Նա այդքանը մենակ ձեթի եմ տալիս։ Այն մնացող բաներն է դետա։ Մակարոն ալին, բրինձ ալին դե հենց։ Բերում եմ օրվա 1 կիլո բերում եմ, այդ մի օրը մի ժամվա ճաշեմ եմ երեխեք նուտում։ Մս կարամ չեմ առնեմ։ Մենակ մին ասենք, մենակ բուդ եմ առնում 1 կիլո 2 կիլո ասում եմ, ամսավ մեջ երեխեք նուտեն։ Վարագավան համանքի այս փոքրիկ բնակարանում ապրում են Մանուչարյանների բազմանդամ ընտանիքը։ 7 անչափահաս երեխաների հայրը հազիվ է հասցնում երեխաների սնունդը հոգա։ Մայրն էլ չի թաքցնում, ասում է երբեմն երեխաները սոված են մնում։ 7 անչափահաս երեխա ունեմ։ Տենց հողագործով եմ զբաղվում, դել ոչ մի բան չի լինում։ Անում են կարկուտնա տանեմ, անձրևնա տանեմ։ Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը մեկ կովն է ու մի քանի հավը։ Սոված ժամանակ երեխաները կաթումածուն են ուտում։ Մի քանի օրից դպրոց գնալու համար էլ, ինչպես մյուս երեխաները, իրենք էլ են ցանկանում նոր կոշիկ ու շոր ունենան։ Երեխեք դպրոց ընկի մտածում եմ, ոնց շոր առնեմ, ինչից առնեմ։ Երեխա տեն դպրոց գնալ, չգիտեմ թե ինչ անեմ։ Բարեկամներն ենք տալիս են հակաշորեր բան։ Դե դրանով գյուլակիմ էլի։ 7 անչափահաս երեխաներից 3-ը դպրոցական են, իսկ դպրոցական հաճելի ծախսերը այս ընտանիքում մեծագույն հոգսն է։ Դե սա դպրոցի ժամանակն է, գրքերը տվել են, ես գրացել չեմ որնա։ Փող չունեմ։ Բա երեխեք հան գիրք են մնալու։ Դե ինչ եմ գիտեմ, դեռ փող չունեմ որնեմ։ Որ եմ կալալ, բայց կես տվել եմ, կես կենում, դեռ տարվան էլ կենում։ Երեխաների մայրը Էլմիրան հազիվ է հասցնում, չգիտի ինչ անի, նոր շորերի մասին իրեն երեխաները այլևս չեն մտածում։ Մասով չես։ Իրեք բանկիրա ինչա մածում սորե կատկիրա։ Կովուն է։ Հա։ Մենակ կաթումածոն ես ուտում։ Դրանք լավն են, պեզոք եմ անում ուտում։ Դու քանի տարեկան ես։ 8։ Դպրոց ես գնալու։ Բազմազավակ հայրը հույսը չի կորցնում, ասում է մի օր էլ իր երեխաները լավ կապրեն։ Երեխու ցավը տանեմ, երեխուց լավ բան չկա։ Աստուծո տվել այս էլ պահում եմ, ինչքան ուժս պատվայում երեխաց պահելու եմ։ Մեծանան իսկ հմակ կանեն, ամեկ մի լավ գործ կմտնեն, դե միշտ են չտենի։